Երկրակեղևում տեղի ունեցող նույնիսկ ամենաթույլ ցնցումներն այստեղ չեն վրիպում ուշադրությունից։ Արդեն 35 տարի սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում, հանրությանը տրամադրելով սեյսմիկ իրադարձությունների վերաբերյալ օպերատիվ եւ հավաստի տեղեկատվություն։ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հիմնադրվեց 1991 թվականի հուլիսի 17-ին Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, երբ պարզ դարձավ, որ չկա որևէ գերատեսչություն, որը կարող է իրականացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտում իր գործողությունները, համակարգի տարբեր գերատեսչությունների աշխատանքը։ Կառավարության առընթեր ազգային ծառայություն, թե անվանումը, թե պատկանելիությունը իր խնդիրներն է թելադրում ու դրա հետ էլ կապված ճանաչելիություն, այսպես ասած, աշխարհում։ Ամուր հիմքի վրա է ստեղծված եղել սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը եւ մենք եղել ենք այն ժամանակ տարածաշրջանի լիդերներից։ Տեխնիկապես շատ առաջ ենք ընթացել համեմատած 90-ական թվականների հետ, որտեղ այն տարիներին սեյսմիկ ցանց չունենք ու մենք ստեղծեցինք առաջի թվային կայանների լոկալ ցանցերը Հայաստանում, որը ոչ միայն առաջինն էր Հայաստանում, այլ Կովկասում։ Ծառայության պատմությունը նաև մարդկանց, նրանց մասնագիտական նվիրումի ու պատասխանատվության մասին է։ Մասնագետներ, որոնք ծառայությունում են ձևավորման առաջին տարիներից եւ այսօր իրենց փորձն ու գիտելիքները փոխանցում են նոր սերնդին։ 97 թվականին ես ինքս ընդունվեցի աշխատանքի, այդ նվիրվածությունը երևի թե այն ժամանակվանից սկսվեց, նման կառույցներ աշխարհում քիչ կան։ Մեր ամբողջ աշխատանքը հիմնված լինելով գիտության, գիտական վերլուծությունների վրա, բայց նաև մենք պատասխանատվություն ենք կրում կոնկրետ աշխատանքի համար։ Աշխատում եմ 92 թվականից արդեն 35 տարի։ Իմ պարտականությունների մեջ մտնում է ամեն ինչ, ինչ որ վերաբերում է սեյսմոլոգիային։ Կարծում եմ ծառայության աշխատակիցները իսկապես նվիրյալներ են եւ հավատարմորեն կատարում են իրենց աշխատանքը։ Աշխատել ծառայությունում նշանակում է լինել շուրջօրյա աշխատանքի մեջ, անկախ նրանից դու այդ պայն աշխատանքի վայրում ես, թե աշխատանքի վայրից դուրս, եթե անհրաժեշտություն կա, բոլորը մի թեմի պես հավաքվում են, քանի որ սեյսմիկ իրադարձությունը դա այն իրադարձությունն է, որ անկանխատեսելի է։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն անցել է բարդ, բայց ձեռքբերումներով հարուստ ճանապարհ, շարժվելով տեխնոլոգիական առաջընթացին համընթաց, ընդլայնելով իր կարողությունները, զարգացնելով միջազգային համագործակցությունն ու հզորացնելով գիտական ներուժը։ Փոխվում էր թե գրանցելու եւ տեխնիկան, թե մշակելու տվյալների մշակման մեթոդաբանությունը, նոր ծրագրեր, արդեն համակարգչային մշակումով եւ այլն եւ այլն։ Ու դա իհարկե մինչև հիմա շարունակվում է։ Մեր աշխատանքը բարդայինքան է, որ մենք չունենք սխալվելու հնարավորություն։ Այս տարիների ընթացքում բավականին ավիականացվել է մեր սեյսմիկ կայանների ցանցը, սկսել ենք շատ քիչ կայաններից, հիմնականում ատոմակայանի շուրջ տեղադրված, հետո մեր միջազգային գործընկերների օգնությամբ տեղադրվել են նաև սահմանամերձ հատվածներում սեյսմիկ կայաններ։ Մենք կարևոր ուղղակ ենք, որովհետև եթե մենք կարող ենք տվյալ տալ եւ տվյալ վերցնել մեր հետազոտությունների, մեր աշխատանքների համար, մենք այդ ամբողջի մի մասն ենք։ Ժամանակակից սարքավորումներով համալրվել է սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիան, հայաֆիկացվել է Եվրոպա միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կողմից մշակված Last Quake հավելվածը, որի միջոցով քաղաքացիները կարող են իրական ժամանակում տեղեկություններ ստանալ երկրաշարժերի մասին։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը միացել է թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի հարթակին, ինչի արդյունքում հայ մասնագետների սեյսմիկ դիտարկումները դարձել են համաշխարհային սեյսմիկ տվյալների բազայի մաս։ Սրանք ծառայության ձեռքբերումներից ընդամենը մի քանիսն են։ Հայաստանի Հանրապետության եւ միջուկային փորձարկումների համապարփակարգելման պայմանագրի կազմակերպության համագործակցության շրջանակում օգոստոսին Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում առաջին անգամ կանցկացվի արևելյան երկրների համար նախատեսված տարածաշրջանային աշխատաժողովը, ինչը կարևոր իրադարձություն է սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության համար։ Տարիների ընթացքում վերափոխվել են բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ միջոցառումները։ Այսօր ծառայությունը ժամանակակից գործիքակազմով եւ նորարարական նախաձեռնություններով նպաստում է սեյսմապաշտպանության վարքականոնների տարածմանն ու սեյսմիկ պաշտպանության ոլորտում անվտանգության մշակույթի ձևավորմանը։ Մենք 35 տարի աշխատել ենք, համահունչ քայլում ենք աշխարհի հետ ու շատ հույսով եմ, որ մյուս սերունդը, եկող սերունդները նույնպես նվիրվածությամբ կաշխատեն։
35-ամյա սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հետ այսու էլ շարունակելու է պատմություն կերտել։